Ողջունում եմ ձեզ հարգելի մասնակիցներ, հարգելի հայրենակիցներ, արցախցի մեր քույրեր եւ եղբայրներ, ովքեր ապաստան են գտել Մասիսումա։ Ես նոր եմ միացել նախագահ Քոչարյանի քաղաքական թիմին եւ այս առումով ինձ համար նորություն է այս ֆորմատի հանդիպումը։ Եկեք մի քանի որ լրագրող եմ եւ քարոզչական թեզերին հետևում ենք այս իշխանությունները, մի քանի թեզերի մասին խոսենք, որով փորձում են թիրախավորել ընդդիմությանը առաջին հերթին նախագահ Քոչարյանի թիմին։ Վերջին տարիներին մեզ այս իշխանությունները վախեցնում են պատերազմով, հա։ Պատերազմ իրենք են բերել, այդ պատերազմի պարտությունը ապահովել են, բայց միևնույն ժամանակ ասում են, եթե մենք Ադրբեջանի այս կամ այն պահանջը չկատարենք, պատերազմ կսկսվի, հա։ Այդ պատերազմի սպառնալիքով հայաթափեցին Արցախը, հանձնեցին Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը, Կիրանցում 2024-ին հանձնումներ արեցին, հա։ Հիմա էլ սրանք ասում են, որ եթե իրենք չընտրվեն կամ սահմանադրական մեծամասնություն չունենան ավելի շուտ, ապա լինելու է պատերազմ ու այդ պատերազմում հաստատ մենք պարտվելու ենք։ Սա արդեն, գիտեք, զգուշավորություն չի, սա պատերազմի վախով հասարակությունը կառավարելու միջոց է։ Ընկեր Վարդանյանը ասեց, թե վախեցողներից չի կարելի վախենալ, իրենք լավ էլ հասկանում են, որ հայ ժողովուրդը իրենցից չի վախենում։ Դրա համար Ալիևին են մեջ բերում, ասում են, այ եթե մեզ չընտրեք, Ալիևին, ադրբեջանական բանակին քսի կտանք հայ ժողովրդի վրա։ Իսկ իրականությունն այն է, որ անգամ այդ իրենց խոսույթը, որ ասում են սեպտեմբերին պատերազմ կլինի ու այդ պատերազմում կպարտվենք, մենակ այդ հայտարարությունը բավական էր, որ սրանց ականջներից բռնեինք ու դուրս չպրտեինք, որովհետև շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ 8 միլիարդ դոլար պարտքը, որ ավելացրել են ժողովրդի վրա, այդ 8 միլիարդը ծախսել են բանակը վերազինվելու վրա։ Այդ ինչ վերազինում է, այդ ինչ ուժեղացում է բանակի, որ հաստատ գիտեք պարտվելու եք։ Իսկ իրականությունն այն է, ժողովուրդ, որ Ալիևը որքան էլ թշնամի լինի, խելագար չի։ Ալիևը պատերազմ սկսել է եւ կսկսի մի դեպքում, եթե ունենա երաշխիք, որ ինքը հաղթելու է այդ պատերազմում։ Մեր դեմ սանձազերծվելիք պատերազմներում Ալիևի միակ հաղթանակի երաշխիքը Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրն են։ Եվ եթե մենք ուզում ենք, որ պատերազմ չլինի, պիտի հրաժարվենք այս իշխանությունից, պիտի դուրս չպրտենք սրանց կառավարական շենքերից ու ես ձեզ վստահեցնում եմ, որ Ալիևը չի համարձակվի պատերազմ սկսել։ Եվ դրա օրինակը կա, ինքը լավ հասկանում է, որ մի դիրքում, մի կետում, եթե իրենք պարտվեցին կամ խնդիրներ ունեցան, Ալիևին թրաշելու են ու զրկեն իշխանությունից։ Եթե հիշում եք 2020 թվականին հուլիսին Տավուշում ընդամենը մի դիրքի խնդիր առաջացավ ադրբեջանցիների համար, Բաքվի փողոցներ լցվեցին 100 հազարավոր ադրբեջանցիներ եւ գրավեցին խորհրդարանի շենքը։ Մենք ընդամենը իրենց Ադրբեջանին պիտի զրկենք իրենց հաղթանակի երաշխիքից, այս իշխանություններից, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ դեպքում Ադրբեջանը 10 կչափի նոր մեկը կկտրի։ Ի վերջո լավ, մենք ունեցել ենք 98-ից 2008 թվականները նախագահ Քոչարյանի կառավարման տարիները, նույն Ալիևներն էին, սկզբում հայրն էր, հետո որդին էր, այդ ինչի պատերազմ չէր սկսում, այդ ինչի պատերազմ սկսելու սպառնալիքի տակ զիջումներ չէր կորզում Հայաստանից, որովհետև գիտեր, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է մարդ, ով առաջնորդվում է Հայաստանի շահերով։ Եվ այդ իմաստով շատ կարևոր է կոտրել այս քարոզչական թեզերը սրանց, հա։ Վերջերս նախորդ տարի կամ դրանից մի փոքր առաջ իշխանական քարոզչամեքանը մի թեզ ուներ, վստահ եմ բոլորդ լսել եք, որ Նիկոլ Փաշինյանը հարիվ է։ Ասում են, այս հարիվի գրպանը գցեցին։ Ինձ հարց է հետաքրքրում, ժողովուրդ, մենք հարիվ ղեկավարի կարիք ունենք, թե չէ։ Մենք արժանի ենք հարիվ ղեկավար ունենալու։ Իհարկե ոչ։ Եվ ես ձեզ ասեմ, այսօր մենք ոչ հարիվ ղեկավարի կարիքը ունենք եւ հնարավորություն ունենք, ոչ անփորձ ղեկավարի, ոչ էլ առևտրական ղեկավարի, թույլ կամ իրենց ասածով այդ հարիվ ղեկավարները փորձանք են ժողովուրդների գլխին։ Դուք տեսել եք մի երկիր, որտեղ հարիվը կարողանա խաղաղություն բերել։
Չկա, չէ՞ դե երկիր, երևի թե մենակ մեզ են փորձում համոզել։ Լավ, երկրներից մի կողմ եկեք մեր անձնական կյանքում ամեն մեկս էլ ու տղաների մասին է խոսքը, կյանքում կոնֆլիկտ ունեցել է, չէ՞, որ իրենից ուժեղի հետ է կոնֆլիկտ ունեցել։ Այդ կոնֆլիկտը լուծելու, ձեր խնդիրները լուծելու համար դուք դիմել եք ձեր փողոցի կամ ծանոթ հարիվին թե ուժեղ մարդուն։ Այստեղ հարց է, չէ՞ որը պատասխանը ակնհայտ է։ Հայաստանը հիմա բարդ իրավիճակում է տարածաշրջանը, բարդ իրավիճակում է աշխարհը, եւ այս բարդ իրավիճակում հատկապես մենք պետք է հրաժարվենք նվազագույնը հարիվ ղեկավարից, առավելագույնը գիտեք տարբեր ձևակերպումներ կան, որոնց հետ ես համաձայն եմ։ Հայաստանին պետք է ղեկավար, որը ունի փորձ, Հայաստանին պետք է ղեկավար, որի փորձով մենք տեսել ենք, որ հնարավոր է այս տարածաշրջանում ապահովել անվտանգություն եւ զարգացում։ Եվ այդ առաջնորդը, այդ ղեկավարը վստահ եմ բոլորդ ինձ հետ համաձայն եք, Ռոբերտ Քոչարյանն է։ Մեզ պետք է ամուր, փորձված, ուժեղ ղեկավարի վերադարձ, այդ վերադարձը պետք է Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, արցախցի մեր հայրենակիցներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանում։ Պատմությունը նման վերադարձի փորձեր ունի։ Ժամանակին, երբ Ֆրանսիան հայտնվեց ծանր իրավիճակում, Ֆրանսիայի քաղաքական էլիտան ժողովուրդը հայացքը թեքեց դեպի Շարլ դե Գոլը, որը մի անգամ արդեն կառավարել էր, վստահեցնում եմ ձեզ այդ առաջի կառավարման հետ կապված կային դժգոհություններ, կային խնդիրներ, բայց Ֆրանսիայի ազգային շահը պահանջեց, որ դե Գոլը վերադառնա։ Հիմա մեր ազգային պետական շահը պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության։ Սա ուղղակի ընտրություն չի, սա ընտրություն է վախի ու արժանապատվության միջև։ Մենք արժանապատիվ ժողովուրդ ենք եւ մենք ընտրելու ենք արժանապատվությունը։ Սա ընտրություն է պարտության բունկերներում թաքնվելու եւ հաղթանակի միջև եւ մենք ընտրելու ենք հաղթանակը։ Սա ընտրություն է թույլի եւ իրական ուժերի միջև ու ես վստահեցնում եմ մենք ընտրելու ենք իրական ուժեղ ղեկավար Ռոբերտ Քոչարյանին։ 8 տարի է առնվազն լավ պատերազմից հետո 5-6 տարի է մենք տեսել ենք սրանց Հայաստանը, պարտված, խեղճացած, Ալիևի ողորմությանը նայող, հիմա ժամանակն է վերադարձնել մեր Հայաստանը եւ ուրեմն միասին կարող ենք, միասին հաղթելու ենք։